Այսօր մենք կուսումնասիրենք ժամանակի կողմից մոռացված մի մասնագիտություն, որը հիմնարար դեր է խաղացել միջնադարյան դարաշրջանում ափամերձ համայնքների գոյատման գործում՝ ծովային ջրիմուռներ հավաքողները։ Այս վավերագրական ֆիլմը կբացահայտի, թե ինչպես մի թվացյալ աննշան ռեսուրսը ձևավորեց տնտեսություններ, կերակրեց բնակչությանը, նույնիսկ նպաստեց գիտական հայտնագործությունների, որոնք փոխեցին աշխարհը։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ Ալիքները մեղմորեն բախվում են մուգ կանաչ մամուրով պատված ժայռերին։ Քամին իր հետ բերում է օվկիանոսի աղի բույրը խառնված քայքայվող օրգանական նյութերի յուրահատուկ հոտին։ Լուսաբաց է եվրոպական ափին ավելի քան 1000 տարի առաջ։ Միայնակ մի կերպար հայտնվում է վաղորդյան ստվերներից կրելով ուրենու ճյուղերից հյուսված զամբյուղներ պարզունակ գործիքներ։ Այս մարդը ձկնորս չէ, թե մտերիմ կերպով ծանոթ է ծովի գաղտնիքներին։ Նա հողագործ չէ, չնայած նրա աշխատանքը սնուցում է ամբողջ տարածաշրջանի ցանքատարածությունները։ Սա ծովային ջրիմուռներ հավաքողն է մի մասնագետ, որի կարողությունը միջնադարյան համայնքների համար մինչ օրս հիմնականում անհայտ է մնում։ Մարդկանց կողմից ծովային ջրիմուռների օգտագործման պատմությունը սկսվում է աներակայելի հին ժամանակներից։ Չիլի հարավում գտնվող Թեթացվոջջում հայտնաբերված հնագիտական ապացույցները ցույց են տալիս, որ մարդկային պոպուլյացիաներն արդեն հավաքում, պահպանում օգտագործում էին ծովային ջրիմուռները որպես սնունդ դեղամիջոց մոտավորապես 20,000 տարի առաջ։ Այս փաստն էլ ավելի տպավորիչ է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ նախանեոլիթյան շրջանի ժողովուրդները մոտ 11,500,000 երրորդական տարի առաջ նոր են սկսում հացահատիկ կուտակել Հորթանան գետի ափերին, այդ բույսերի ընտելացումից 1000 տարի առաջ։ Միացյալ Թագավորությունում վարելահողային գյուղատնտեսությունը, օրինակ, սկսվել է ընդամենը 5000 տարի առաջ նեոլիթյան ժամանակաշրջանում։ Այսպիսով, ծովային ջրիմուռների հավաքումը կարող է համարվել մարդկության հնագույն տնտեսական գործունեություններից մեկը։ Եվրոպայում ծովային ջրիմուռների օգտագործման մասին առաջին գրավոր վկայությունները վերաբերում են հռոմեացիներին կամ հենց հռոմեացիների կողմից, կամ Գալիայի, Բրետանի բրիտանական կղզիների կելտական ցեղերի կողմից։ Հին հույները դեռ ս.Ք. 100 թվականին իրենց անասուններին գերագրում էին ծովային ջրիմուռներով բնազդաբար գիտակցելով այս ծովային բույսերի սննդային արժեքը։ Թե հույները, թե հռոմեացիներն օգտագործում էին կարմիր ջրիմուռների որոշակի տեսակներ մակաբույծ որդերով վարակվածությունը բուժելու համար, դարձնելով այս ռեսուրսը անգնահատելի միլիոնավոր մարդկանց համար, ովքեր տառապում էին նմանատիպ հիվանդություններից։ Ջրիմուռները կիրառվում էին նա որպես ժանտանյութ գործվածքների ներկման գործընթացում մի նյութ, որն օգնում է ներկին ամրանալ թելերին գունավորման ժամանակ։ Սակայն հենց Շոտլանդիայի հյուսիսային ափին գտնվող Օրկնեյան կղզեխմբի հեռավոր կղզիներում ենք մենք գտնում ծովային ջրիմուռների նախնյաց օգտագործման ամենահետաքրքիր ապացույցներից մի քանիսը։ Ռդյուբու գբունցն քարից կառուցված նեոլիթյան բնակավայր է, որը գտնվում է Թուժդրիչի կղզեխմբի ամենամեծ կղզու արմտյան ափին գտնվող Ցմիթին Ֆդրիտում։ Բաղկացած 8 խմբավորված տներից, այն բնակեցված է եղել մոտավորապես Ք. 3180-ից մինչ Ք. 2500 թվականների միջ։ Ավելի հին, քան Խփթեթչը Եգիպտոսի մեծ բուրգերը, այս հնագիտական վայրը համարվում է Եվրոպայի ամենաամբողջական նեոլիթյան գյուղը ստանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կարգավիճակ որպես Օրկնեյան կղզիների նեոլիթյան սրտի մաս։ Հնագետները, ովքեր տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են Խջուբու գբունցն, բախվել են մի հետաքրքրաշարժ առեղծվածի։ Ինչ էին այրում բնագիչներն իրենց օջախներում։ Հնագետ Դթբջենտ Չքելչը սկզբում կարծում էր, որ վարելիքը տորֆն է։ Սակայն բուսականության օրինաչափությունների մանրամասն վերլուծությունները ցույց տվեցին, որ տորֆի հաստ շերտերի զարգացման համար նպաստավոր կլիմայական պայմանները Օրկնեյան կղզիների այդ մասում գոյություն չեն ունեցել մինչ Խջուբու գբուցի լքվելը։ Այլ հնարավոր վարելիքներից էին ափ նետված փայտը կենդանական գոմաղբը։ Այնուամենայնիվ, կան զգալի ապացույցներ, որ չորացրած ծովային ջրիմուռները լայնորեն օգտագործվել են որպես էներգիայի աղբյուր։ Օրկնեյան կղզիների տարբեր վայրերում հետազոտողները հայտնաբերել են խարամի նմանվող ապագենման նյութ, որը կոչվում է վչտն կամ վիբնթն, որը կարող է լինել այրված ջրիմուռների մնացորդ։ 5000 տարի առաջ Խջուբու գբունցում կյանքը բնորոշվում էր առկա ռեսուրսներին ստեղծագործական հարմարվողականությամբ։ Այն ժամանակ Օրկնեյան կղզիները մի քանի աստիճանով ավելի տաք էին, եղջերուներն ու վայրի վարազները թափառում էին բլուրներով։ Վայրի հատապտուղներն ու խոտաբույսերն աճում էին արատությամբ, իսկ Խջուբու գբուցի բնակիչները սնվում էին ծովային թռչուններով նրանց ձվերով։ Մոտակայքում կային լճեր, որոնք քաղցրահամ ջուր էին ապահովում, բայց մի երկրում, որտեղ ծառերը սակավ էին, ծովային ջրիմուռները կենսական ռեսուրս էին ոչ միայն որպես վարելիք, այլ որպես կերկենդանիների համար։ Վերջին հետազոտությունները, օգտագործելով կայուն իզոտոպների վերլուծությունը Խջուբու գբուցի ֆաունիստական մնացորդների վրա, ցույց են տվել, որ ոչխարները զգալի քանակությամբ ջրիմուռներ են սպառել Օրկնեյան կղզիներում իրենց հայտնվելու պահից ի վեր։ Մի պրակտիկա, որը հեշտացրել է գյուղատնտեսական կենսակերպի հաջող տարածումը,
մինչ Եվրոպայի ամենահեռավոր տարածքները։ Ժամանակի մեջ հազարավոր տարիներ առաջ գնալով հասնում ենք բուն միջնադարյան ժամանակաշրջանին, երբ ջրիմուռներ հավաքողի կերպարը հայտնվում է որպես սահմանված ճանաչված մասնագիտություն ափամերձ համայնքներում։ Միջնադարում ջրիմուռ հավաքողը կարոր աշխատող էր բազմաթիվ ափամերձ շրջաններում, հատկապես նրանցում, որտեղ գյուղատնտեսության համար պիտանի վարելահողերի նկատելի պակաս կար։ Այս տարածքներում ջրիմուռներն ու ձուկը կարող էին կազմել բնակչության սննդակարգի մեծ մասը, իսկ ջրիմուռները կարող էին օգտագործվել նա որպես պարարտանյութ առկա գյուղատնտեսական հողերի համար։ Իռլանդիայում ծովային ջրիմուռների հավաքումը առատորեն կիրառվում էր 13-րդ դարից սկսած սննդի արտադրությունը բարելավելու նպատակով օգնելով բերքին ավելի արագ աճել։ Նույնիսկ այսօր Իռլանդիայում, Շոտլանդիայում գոյություն ունի ջրիմուռների հիմքով պարարտանյութերի մեծ արդյունաբերություն, որն օգնում է ֆերմերներին առավելագույնը ստանալ իրենց հողերից։ Միջնադարյան հողագործները գիտեին, որ հողը վերադարձնում է միայն այն, ինչ իր մեջ դրվում է։ Բացի մերգելից, թոփ-դու, կավի կալցիումի կարբոնատի խառնուրդից, ծովային ջրիմուռներն օգտագործվում էին որպես արժեքավոր պարարտանյութեր։ Հողագործները նա գիտեին, որ լավագույն պարարտանյութը կենդանական գոմաղբն է։ Այնուամենայնիվ, փոքր ֆերմերները չէին կարող իրենց թույլ տալ մեծ թվով կենդանիներ կերակրելու ծախսը, գոմաղբը հաճախ սակավ էր։ Միջնադարյան ջրիմուռ հավաքողները զարգացրել էին իրենց գործունեության բարդ տեխնիկաներ։ Ավանդաբար նրանք պարզապես հավաքում էին ջրիմուռները ափի երկայնքով վերցնելով այն տեսակները, որոնք աճում էին մակընթացային գոտում։ Այս աշխատանքը հիմնականում կատարվում էր տեղատվության ժամանակ, երբ ժայռերի լողափերի ընդարձակ շերտերը բացվում էին, ի հայտ բերելով տարբեր գույների հյուսվածքների ջրիմուռների գորգեր։ Հավաքողները պետք է մտերիմ կերպով իմանային մակընթացությունների ցիկլերը, տարվա եղանակները յուրաքանչյուր տեսակի ջրիմուռ գտնելու լավագույն վայրերը։ Որոշ տեսակներ ավելի հարմար էին սննդի համար, մյուսները պարարտացման, իսկ որոշներն էլ բժշկական կամ արդյունաբերական օգտագործման։ Գոլուեի Դեդյունջը հարավային ծովածոցում կատարված արտասովոր հնագիտական հայտնագործությունը բացահայտեց միջնադարյան Իռլանդիայում ջրիմուռների արդյունաբերության ծավալն ու բարդությունը։ Հնագետ Թրիքոչտ Դեգֆը նրա թիմը հայտնաբերեցին մակընթացային համալիր, որը ներառում է աղբակույտեր, քարակույտեր, չոզբթ, նավամատույցներ ու միջնադարի ծովային ջրիմուռների ֆերմա։ Ափի մոտ 30 կիլոմետր երկայնքով ձգվող ցանցը հուշում է տարածաշրջանում մոտ 7000 տարվա ընթացքում ծաղկող ափամերձ տնտեսության մասին։ Օդդիտեք Թրեշտիցի ջրիմուռների ֆերման, որը գտնվում է Ծշապցտիտակ Գոլուեի քլերի սահմանին, իր տեսակի մեջ ամենամեծն ու լավագույնս պահպանվածն է ամբողջ իռլանդական ափին։ Այս հայտնագործությունը հատկապես ուշագրավ է դարձնում լողափին տեղադրված քարե երկար զուգահեռ բլուրները, որոնք նախատեսված էին բույսերի աճը խթանելու համար։ Յուրաքանչյուր զուգահեռ բլուր բաժանված էր սայլերի համար նախատեսված արահետներով, իսկ մշակվող ջրիմուռների բերքը աճում էր այդ արահետների մեջ գտնվող մարգերում։ Այս կառուցվածքը ցույց է տալիս, որ իռլանդյան ջրիմուռների մշակման հարցում կարող էր լինել նույնքան առաջադեմ, որքան ասիական երկրները, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը ներկայումս։ Մշակված բերքը համայնքի ներսում ավելի քիչ վիճարկելի էր, քան քամուց լողափ նետված ջրիմուռները, որոնք հայտնի էին որպես կշիտ ու ջին չփոխած նոբղաճ։ Նմանատիպ համալիրներ հայտնաբերվել են Իռլանդիայի այլ վայրերում, ներառյալ Ուծետ Ֆադջ մեյո գոմսությունում Թեշտպտի թմիը դոնեգալ գոմսությունում։ Թե ոչ մեկը այնքան լավ չէր պահպանվել, որքան Ուդդիտեքսինը։ Անցնելով հյուսիսային ծովը մենք հասնում ենք ջրիմուռների օգտագործման հետ կապված ամենաարտասովոր պատմություններից մեկին Դանիայի Լեսյո կղզի։ Գտնվելով Կատեգատի Դոփեցդում հյուսիսային մասում նեղուցը, որը բաժանում է հյուսիսային ծովը Բալթիկ ծովից Դանիայի Շվեդիայի մեջ, այս փոքրիկ կղզին զարգացրել է ճարտարապետական եզակի ավանդույթ, որը գոյատում է մինչ օրս։ Միջնադարում Լեսյոն հայտնի դարձավ իր աղի արդյունաբերությամբ։ Կղզին գործնականում հագեցած էր աղով։ Ստորերկրյա ջրերը պարունակում էին ավելի քան 15% աղ, շոգ ու չոր ամառների ընթացքում աղը բնականորեն բյուրեղանում էր մեծ աղի մարգագետիններում։ Կղզում կառուցվել էին հարյուրավոր աղի վառարաններ արտադրանքը զտելու համար։ Այս ծաղկող արդյունաբերությունը, սակայն, սարսափելի գին ունեցավ տեղական շրջակա միջավայրի համար։ Վառարանները մշտական վառելիքի կարիք ունեին, որն ապահովում էր կղզու սահմանափակ անտառներից։ Եկավ մի օր, երբ բնակիչները կտրեցին վերջին ծառը։ Աղի արդյունաբերությունը ի վերջո անկում ապրեց լքեց կղզին, թողնելով բնակչությանը առանց շինարարական փայտի կամ վառելիքի։ Հենց այդ ժամանակ Լեսյոյի բնակիչները ցուցաբերեցին ուշագրավ ստեղծագործականություն։ Նրանք սկսեցին օգտագործել նավաբեկված նավերի փայտը, որոնք հաճախ ծանծաղուտ էին ընկնում կղզու շուրջը գտնվող խութերի վրա իրենց տները կառուցելու համար։ Իսկ այդ կառույցները ծածկելու համար նրանք դիմեցին իրենց ձեռքի տակ եղած ամենաառատ ռեսուրսին՝ ծովային ջրիմուռներին։ Օգտագործվող տեսակը հայտնի էր որպես չադբութ կամ ծովախոտ էլֆաչբութ ումբրտու, մի ծովային բույս, որն առատորեն աճում էր կղզու շուրջ գտնվող ծանծաղ ջրերում։
Լեսիոյի կանայք հաճախ միայնակ, քանի որ տղամարդկանց մեծ մասն աշխատում էր ծովում, զարգացրին ջրիմուռներով տանիքածածկման տեխնիկան 40-50 հոգանոց խմբերով կառուցում էին տանիքներ, որոնք կարող էին դիմանալ 300 տարի կամ ավելի։ Գործընթացը ներառում էր ջրիմուռների չորացումը, դրանք հաստ խրձերի մեջ փաթաթելը, որոնք կոչվում էին բոմբանեչը։ Այնուհետ դրանք հյուսելը հեծանների միջով ձավորելով մինչ 2 մետր հաստությամբ տանիքներ, որոնք կշռում էին 35-ից 40 տոննա։ Պատճառը, թե ինչու էին այս արտասովոր տանիքները այդքան երկար դիմանում, թաքնված է մի կարևոր քիմիական հատկության մեջ, թե ափ նետված փայտը, թե ծովային ջրիմուռները հագեցած էին աղի ջրով։ Աղի բարձր պարունակությունը 2 նյութերն էլ դարձնում էր ավելի դիմացկուն փտման եղանակային պայմանների նկատմամբ։ Տանիքը հնանալուն պես այն պնդանում էր վերածվելով միասնական զանգվածի, որը ոչ միայն անջրանցիկ էր, այլ հրակայուն կարող էր դիմանալ մարդու ծանրությանը առանց վնասվելու։ Դարեր շարունակ կղզու բնակիչները պարբերաբար կանգնում էին իրենց տների կատարին հեռադիտակով, նայելով հարթ անտառազուրկ կղզու վրայով փոթորիկների մեջ ընկած նավեր փնտրելու համար։ Նավաբեկությունները Լեսիոյում փայտի միակ աղբյուրն էին։ Այս ավանդույթի գագաթնագետին 18 տարի ընթացքում կղզում կար ջրիմուռե տանիքներով մոտ 250 տուն ֆերմա։ Այսօր մնացել է 20-ից պակաս։ 1920-ականներին սնգային հիվանդությունը ոչնչացրեց կղզու շուրջ գտնվող ծովախոտի մեծ մասը առաջացնելով այս տեսակի ծածկույթի անկում։ Սակայն պահպանման ժամանակակից ջանքերն աշխատել են այս եզակի ավանդույթը կենդանի պահելու ուղղությամբ։ Դանիական հիմնադրամների կողմից աջակցվող պահպանման նախագիծը միլիոնավոր կրոններ է հատկացրել պահպանման ենթակա ամենաարժեքավոր տների լայնածավալ վերականգնման համար, որոնք կստանան ջրիմուռե նոր տանիքներ։ Զբոսաշրջիկներն այժմ կարող են այցելել կղզի տեսնել այս շատ յուրահատուկ արհեստի կիրառումը։ Վերադառնալով եվրոպական մայրցամաք առաջ շարժվելով դեպի ուշ միջնադար վաղ արդի դարաշրջան մենք գտնում ենք ծովային ջրիմուռների նոր կիրառություններ, որոնք կփոխակերպեին ոչ միայն տնտեսությունը, այլ հենց գիտությունը։ Արդի դարաշրջանում այնպիսի նյութեր, ինչպիսին է հում սոդան, որն օգտագործվում էր ապակու օջարի արդյունաբերության մեջ, կարող էին արդյունահանվել ծովային ջրիմուռներից։ Այս օգտագործումը հասավ իր գագաթնագետին ամերիկյան անկախության պատերազմի ժամանակ, բայց հետագայում անկում ապրեց, երբ հասանելի դարձան սոդայի ավելի արդյունավետ աղբյուրներ։ Այնուամենայնիվ, Նապոլեոնյան պատերազմների ժամանակ մի նոր հայտնագործություն կրկին խթանեց ջրիմուռների արտուրը։ Պարզվեց, որ ջրիմուռները կալիումի լավ աղբյուր են, որն այնուհետ կարող էր օգտագործվել բորակ քոծիբաչ ստանալու համար, որն էլ իր հերթին օգտագործվում է վարոդ ստեղծելու համար։ Բորակի կամ գալիումի նիտրատի արտադրությունը էական էր ֆրանսիական պատերազմական ջանքերի համար։ Ավանդաբար բորակը արտադրվում էր փայտի մոխրի օգտագործմամբ, բայց Ֆրանսիան, ինչպես Անգլիան, սպառում էր փայտի պաշարները, այլ աղբյուրներ խիստ անհրաժեշտ էին։ Այսպիսով, արտադրողները դիմեցին ջրիմուռների մոխրին, որն առատորեն գտնվում էր Նորմանդիայի Բրետանի ափերի երկայնքով։ Հենց Ֆրանսիայի բորակ արտադրող այդ գործարաններից մեկում 1811 թվականին տեղի ունեցավ 19-րդ դարի ամենակարևոր գիտական հայտնագործություններից մեկը։ Բերնար Կուրտուան ծնված Դիժոնում 1777 թվականի փետրվարի 8-ին, բորակ արտադրողի որդի էր։ Կուրտուան ծառայել էր որպես դեղագործ ֆրանսիական բանակում նախքան հոր բորակի բիզնեսին միանալը։ Բրիտանական ծովային շրջափակումը ֆրանսիացիների կողմից օկուպացված մայրցամաքային Եվրոպայի դեմ ստեղծել էր վարոդի հումքի խիստ պակաս, ֆրանսիացի քիմիկոսները փնտրում էին նիտրատի նորարարական աղբյուրներ։ 1811 թվականի վերջին մի բախտորոշ օր Կուրտուան հետազոտում էր իր պղնձե անոթների գորոզիան, երբ ջրիմուռների մոխրին ավելցուկային ծծմբական թթու ավելացրեց։ Ի զարմանս նրա, բարձրացան մանուշակագույն գոլորշու հմայիչ ամպեր։ Քլորի հոտին նմանվող գրգռիչ բույրը տարածվեց սենյակում։ Երբ գոլորշիները խտացան սառը առարկաների վրա, հեղուկ չառաջացավ։ Փոխարենը հայտնվեցին մի քանի մուգ բյուրեղներ մետաղի փայլին զարմանալիորեն նման փայլով։ Կուրտուան հայտնաբերել էր մի բոլորովին նոր տառ յոդը։ Կուրտուան նկատեց, որ նոր նյութը հեշտությամբ միացություններ չէր կազմում թթվածնի կամ ածխածնի հետ, չէր քայքայվում շիկացման ժամանակ միանում էր ջրածնի ու ֆոսֆորի հետ։ Նա նկատեց, որ այն ուղղակիորեն միանում էր որոշակի մետաղների հետ առանց գազանջատման ամոնիակի հետ պայթուցիկ միացություն էր կազմում։ Թե այս ուշագրավ հատկությունները նրան ստիպեցին կասկածել նոր տարի առկայության մասին, նրան պակասում էր ինքնավստահությունը իր վատ սարքավորված լաբորատորիայում ամբողջական հետազոտություն իրականացնելու համար, նա չափազանց աղքատ էր իր գործերից ժամանակ խլելու համար։ Հետաբար նա խնդրեց Դիժոնի իր երկու ընկերներին շարունակել իր հետազոտությունները։ Հայտնագործության մասին գիտական աշխարհին հայտարարվեց 1813 թվականի նոյեմբերին 2 տարի անց։ Ֆրանսիացի քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ Լուսակը իր «Չենք ուսումնասիրեց նյութը այն անվանեց վենչրձագած հունարեն ժթունջ բառից, որը նշանակում է մանուշակագույն։ Հայտնի բրիտանացի քիմիկոս Համֆրի Դին Թեփչենցբիջիմբի
Չնայած Մեծ Բրիտանիայի Ֆրանսիայի միջ ընթացող նապոլեոնյան պատերազմներին, ֆրանսիական կառավարության կողմից անձնագիր ստացավ ի նշան նրա փառքի ճանաչման, նույնպես ուսումնասիրեց տարրը։ Թե Դին, թե Գեյ-Լուսակը անկախաբար եզրակացրին, որ դա քլորին նման տարր է։ Երկուսն էլ ճանաչեցին Բեռնար Կուրտուային որպես յոդի իսկական հայտնագործող։ Յոդի գիրառությունները արագորեն բազմապատկվեցին։ Կուրտուայի հայտարարությունից ընդամենը 7 տարի անց շվեյցարացի բժիշկ Ժան-Ֆրանսուଆ Գուենդեն իչուդնպուտսեքստրեչ հայտնաբերեց, որ յոդի դոզաները կարող են փոքրացնել խպիպը, ցույց տալով, որ խպիպը յոդի անբավարարության հիվանդություն է, ինչն այդպես էլ կա։ Հազվադեպ է պատահում, որ գոնե մինչ 20-րդ դարը քիմիական հայտնագործությունն այդքան անմիջական ազդեցություն ունենար բժշկական պրակտիկայի վրա։ 1831 թվականին Կուրտուան ստացավ 6000 ֆրանկ որպես Ֆրանսիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մրցանակի մաս տարի բժշկական արժեքի համար։ Ցավոք, նա ֆինանսական դժվարությունների մեջ էր, իր կյանքի մնացած մասը մահացավ 1838 թվականի սեպտեմբերի 27-ին 61 տարեկան հասակում թողնելով իր այրուն որդուն առանց կարողության։ Ճակատագրի հեգնանքով վարոդ պատրաստելու ավելի լավ միջոց փնտրելիս նա պատահաբար գտել էր կյանքեր փրկելու ավելի լավ միջոց։ Դարձնելով մեր ուշադրությունը հնում ծովային ջրիմուռների սպառման մասին վերջին գիտական ապացույցներին Գլազգոյի Յորքի համալսարանների հետազոտողները հրապարակել են հեղափոխական ուսումնասիրություն։ Նրանք գտել են վերջնական ապացույցներ այն մասին, որ ծովային ջրիմուռները քաղցրահամ ջրերի ջրային բույսերը սպառվել են Եվրոպայում մեզոլիթից մինչ բարձր միջնադար։ Սա հուշում է, որ այս ռեսուրսները, որոնք այսօր հազվադեպ են սպառվում Եվրոպայում, միայն շատ ավելի վերջերս են դարձել երկրորդական, քան կարծում էին։ Հետազոտողները հետազոտել են բիոմարկերները, որոնք արդյունահանվել են Եվրոպայի 28 հնագիտական վայրերի 74 անհատների ատամնաքարից։ Նմուշները բացահայտել են կարմիր, կանաչ կամ շագանակագույն ջրիմուռների կամ քաղցրահամ ջրերի ջրային բույսերի սպառման ուղղակի ապացույցներ։ Օրկնեյան կղզիների նմուշներից մեկը պարունակում էր նա կաղամբազգիների թեփզիուն ապացույցներ, հավանաբար ծովային կաղամ։ Ուսումնասիրված վայրերից մեկը Իսպանիայի Դու Սեյպտին էր, որը գտնվում է ափից ավելի քան 80 կիլոմետր հեռավորության վրա։ Թե 8000 տարի առաջ այս վայրը հավանաբար ավելի մոտ էր ծովին, այնուամենայնիվ դա զգալի տարածություն կլիներ հուշելով, որ ծովային ջրիմուռները սննդի կարևոր աղբյուր էին այնտեղ ապրող մարդկանց համար։ Բայց նույնիսկ Եվրոպայում գյուղատնտեսության հայտնվելուց հետո ջրիմուռները կարծես պահպանել են իրենց կարողությունը որպես սննդի աղբյուր։ Օրկնեյան կղզիների ատամնաքարը հուշում է, որ մարդիկ դեռս սպառում էին ջրիմուռներ այլ ջրային բույսեր մսի կաթնամթերքի հետ միասին մոտ 4,800,000 երրորդական տարի առաջ։ Այն փաստը, որ ջրիմուռների սպառումը շարունակվել է նեոլիթում, երբ կարծում էին, թե այն լքվել է, խստորեն հուշում է, որ դրանց սննդային օգուտները բավականաչափ լավ էին հասկացվում, որպեսզի բնակչությունը պահպաներ իր սննդային կապը ծովի հետ։ Այնուամենայնիվ, մոտ 2000 տարի առաջ ջրիմուռների սպառման հետքերը կարծես թե մեծամասամբ անհետացել են, քանի որ եվրոպացիների մեծ մասը անցել է այլ բույսերի։ Ծովային ջրիմուռները կարող էին օգնել գերագրել առաջին եվրոպացիներին, քանի դեռ գյուղատնտեսությունը հաստատվում էր։ Հին եվրոպացիների մնացորդներում հայտնաբերված քիմիական հետքերը հուշում են, որ ջրիմուռները ժամանակին ապահովել են այն սննդարար նյութերի սպիտակուցների մեծ մասը, որոնք նրանց անհրաժեշտ էին գոյատելու համար։ Պատմական արձանագրությունները լրացնում են հնագիտական ապացույցները, մի տեքստ, որը վերագրվում է Սուրբ Կոլումբային Ֆաոֆդեֆեյթու, ով ապրել է K521-ից 597 թվականների միջ, պատմում է Շոտլանդիայում Ջիդֆչի մի կարմիր ջրիմուռի հավաքման մասին։ Պատմական տեղեկությունները փաստում են Իսլանդիայում, Բրետանում, Իռլանդիայում ջրիմուռների հավաքման հետ կապված օրենքների մասին, որոնք թվագրվում են K11 դարով։ Միացյալ Թագավորությունում ջրիմուռների հավաքումը հայտնի դարձավ մոտ K1200 թվականին, ծովային բանջարեղենները հավաքվում էին հիմնականում Շոտլանդիայում, Իռլանդիայում։ Նուդթումբրուն կարմիր ջրիմուռի մի տեսակ, որն ակտիվորեն հավաքվում էր իռլանդացիների կողմից, ստանում էր տարբեր տեղական անուններ ջերզրոֆտ, ջեդրֆց, իբջոպտիչ ջիդֆչ։ Միջնադարյան ջրիմուռ հավաքողի մասնագիտությունը շատ ավելի բարդ կարոր էր, քան պարզ նկարագրությունը կարող էր հուշել։ Այս աշխատողները նախնյաց գիտելիքների պահապաններն էին, որոնք իրենց համայնքները կապում էին ծովի ռեսուրսների հետ։ Նրանք գիտեին, թե որ տեսակները հավաքել յուրաքանչյուր սեզոնին, ինչպես չորացնել պահպանել ջրիմուռները, ինչ կիրառություններ կարող էր ունենալ ջրիմուռի յուրաքանչյուր տեսակը։ Որոշները մասնագիտացած էին մարդու սննդի համար նախատեսված ջրիմուռների մեջ։ Մյուսները կենտրոնանում էին կենդանիների գերի համար նախատեսված ջրիմուռների վրա։ Շատերը հավաքում էին ջրիմուռներ նախատեսված գյուղատնտեսական հողերը հարստացնելու համար։ Աշխատանքը ծանր էր, վտանգավոր։ Հավաքողները պետք է աշխատեին անբարենպաստ եղանակային պայմաններում, հաճախ ենթարկվելով սառցե քամիների դավադիր ալիքների ազդեցությանը։ Նրանք պետք է մտերիմ կերպով իմանային մակընթացությունների օրինաչափությունները, որպեսզի անակնկալի չգան բարձրացող ջրից։
Եվ նրանք պետք է երկար տարածությունների վրա գրեին թաց ջրիմուռների ծանր բեռները։ Կանայք հաճախ հիմնարար դերեր էին խաղում այս գործունեության մեջ։ Ինչպես տեսանք Լեսիոյի օրինակով, որտեղ տղամարդիկ հաճախ ծովում էին, հենց կանայք էին, որ զարգացրին կատարելագործեցին ջրիմուռների վերամշակման տեխնիկաները։ Մոփեչբ տերմինը, որը բառացիորեն նշանակում է լվացող աղջիկներ, թվագրվում է 17-18 դարերով։ Այս գիտելիքը փոխանցվում էր սերնդեսերունդ։ Միջնադարում ծովային ջրիմուռների տնտեսական նշանակությունը հաճախ թերագնահատվում է։ Սահմանափակ գյուղատնտեսական հողեր ունեցող ափամերձ համայնքներում ջրիմուռները ներկայացնում էին ոչ միայն սննդի աղբյուր, այլ իրական փոխանակման արժույթ։ Որոշակի ափամերձ տարածքներում հավաքելու իրավունքները մանրակրկիտ կարգավորվում էին։ Որոշ ընտանիքներ պահպանում էին ժառանգական իրավունքներ հավաքման որոշակի գոտիների նկատմամբ, որոնք փոխանցվում էին սերունդների միջոցով։ Այս իրավունքներն այնքան արժեքավոր էին, որ երբեմն հայտնվում էին իրավական փաստաթղթերում։ Անցումը դեպի արդի դարաշրջան նոր հնարավորություններ մարտահրավերներ բերեց ջրիմուռ հավաքողների համար։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ կալիումի պահանջարկը ժամանակավոր վերելք ստեղծեց արդյունաբերության մեջ, բայց երբ հայտնաբերվեցին այլընտրանքային աղբյուրներ, հավաքումից կախված շատ համայնքներ տեսան իրենց ապրուստի միջոցի սպառնալիքը։ Յոդի հայտնագործումը բացեց նոր շուկաներ, բայց նա հանգեցրեց հավաքման արդյունաբերականացմանը խոշոր արտրային գործողություններով փոխարինելով անհատ հավաքողներին։ Այնուամենայնիվ, միջնադարյան ջրիմուռ հավաքողների ժառանգությունը կենդանի է մնում զարմանալի ձևով։ Իռլանդիայում, Շոտլանդիայում ջրիմուռների հիմքով պարարտանյութերի արդյունաբերությունը շարունակում է ծաղկել։ Գոլոյում հին ջրիմուռների ֆերմաները վկայում են տեխնիկական բարդության մասին, որը մրցում էր ասիական պրակտիկաների հետ։ Դանիայում Լեսիոյի ջրիմուռե տանիքներով տները դարձել են մշակութային ժառանգության խորհրդանիշներ կայուն շինարարության օրինակներ։ Վերականգնման նախագծերն աշխատում են այս եզակի կառույցները պահպանելու ուղղությամբ, մինչդեռ ժամանակակից ճարտարապետները ուսումնասիրում են ջրիմուռների հիմքով նյութերը ժամանակակից շինությունների մեջ ներառելու ձերը։ Յոդը, որը պատահաբար հայտնաբերվել էր ֆրանսիական բորագի գործարանում, դարձել է անփոխարինելի տարր ժամանակակից բժշկության մեջ։ Այն գտնվում է ձեր բջջային հեռախոսի էկրանին ձեր համակարգչի մոնիտորում։ Յոդի անբավարարությունը ազդում է մոտ 2 միլիարդ մարդու վրա մտավոր հետամնացության հիմնական կանխարգելելի պատճառն է։ Միջնադարյան ջրիմուռ հավաքողի պատմությունը, ի վերջո, մարդկային հարմարվողականության տոկունության պատմություն է։ Սա այն համայնքների պատմությունն է, որոնք սովորեցին բարգավաճել դժվարին միջավայրերում օգտագործելով ռեսուրսներ, որոնք այլ ժողովուրդներ անտեսում էին։ Սա սերունդների միջոցով փոխանցված գիտելիքի, դարերի ընթացքում կատարելագործված տեխնիկաների, ավանդույթների պատմություն է, որոնք կապում էին մարդկանց հողի ծովի հետ։ Երբ այսօր քայլում ենք լողափով տեսնում մակընթացության կողմից կուտակված ջրիմուռները, հազվադեպ ենք մտածում այն հիմնարար դերի մասին, որ այս նյութը խաղացել է մարդկության պատմության մեջ։ Մենք չենք մտածում միջնադարյան հավաքողների մասին, ովքեր արթնանում էին լուսաբացից առաջ սայթաքուն ժայռերից ջրիմուռներ հավաքելու համար։ Մենք չենք մտածում Լեսիոյի կանանց մասին, ովքեր ոլորում էին ծովախոտի խրձերը ստեղծելու տանիքներ, որոնք կդիմանային 300 տարի։ Մենք չենք մտածում Բեռնար Կուրտուայի մասին, ով հիացմունքով նայում էր, թե ինչպես են մանուշակագույն գոլորշիները բարձրանում իր մոխրի տաշտերից։ Բայց թերս պետք է, որովհետև ծովային ջրիմուռների պատմությունը մեր իսկ բնական աշխարհի հետ ունեցած հարաբերությունների պատմությունն է։ Հդուբու գբուցի հնագիտական հետքերը, Գոլոյի միջնադարյան ջրիմուռների ֆերմաները Լեսիոյի ջրիմուռե տանիքներով տները մեզ հիշեցնում են, որ ժամանակակից մարտահրավերների լուծումները հաճախ կարող են գտնվել մեր նախնիների գիտելիքների մեջ։ Միջնադարյան ջրիմուռ հավաքողները հասանելիություն չունեին ժամանակակից տեխնոլոգիաներին, բայց տիրապետում էին նույնքան արժեքավոր մի բանի իրենց միջավայրի խորը ըմբռնմանը բնության դեմ գործելու փոխարեն նրա հետ աշխատելու ունակությանը։ Ալիքները շարունակում են բախվել Եվրոպայի ափերին, ճիշտ այնպես, ինչպես անում էին 1000 տարի առաջ։ Ծովային ջրիմուռները շարունակում են աճել ժայռերի վրա լողալ ծանծաղ ջրերում, թե միջնադարյան ջրիմուռ հավաքողները վաղուց անհետացել են։ Նրանց ժառանգությունը կենդանի է մնում այն հողում, որը նրանք պարարտացրել են, այն տներում, որոնք նրանք ծածկել են, այն գիտական հայտնագործությունների մեջ, որոնք նրանք հնարավոր են դարձրել։ Եթե ժամանակի միջով այս ճանապարհորդությունը արթնացրեց ձեր հետաքրքրությունը, մենք հրավիրում ենք ձեզ դառնալ մեր պատմական հետազոտողների համայնքի մի մասը։ Բաժանորդագրվեք ալիքին հետելու ապագա արշավախմբերին դեպի այլ միջնադարյան արհեստներ մարդկության պատմության հետաքրքրաշարժ ժամանակաշրջաններ։ Թողեք ձեր մեկնաբանությունը կիսվելով նրանով, թե ինչն ամենաշատը զարմացրեց ձեզ այս վավերագրական ֆիլմում։ 300 տարի դիմացող ջրիմուռե տները, յոդի պատահական հայտնագործությունը, թե իռլանդական ջրիմուռների ֆերմաները, որոնք մրցում էին ասիական տեխնիկաների հետ։ Ձեր մասնակցությունը հարստացնում է մեր համայնքը։ Հավանեք այս տեսանյութը, եթե գնահատեցիք այս ճանապարհորդությունը դեպի անցյալ,
քանի որ յուրաքանչյուր հավանում թույլ է տալիս մեզ շարունակել պատմական հիշողության փրկության այս աշխատանքը։ Միասին մենք կարող ենք երաշխավորել, որ այնպիսի մասնագիտությունները, ինչպիսին է ծովային ջրիմուռներ հավաքողինը, չմոռացվեն։